Հալելույա, թանկագիններս, ես այնքան ուրախ եմ գտնվելու այստեղ։ Հրավիրում եմ, կարող եք նստել Աստծո ներկայության մեջ, շնորհակալություն փառաբանության խմբին, Տերը շատ օրհնի ձեզ։ Հովիվ Կարեն, շնորհակալ եմ, շնորհավորում ենք ձեզ ձեր 33 տարվա 33-ամյակի կապակցությամբ։ Լուսինե քույր ջան, Աստված շատ օրհնի ձեզ։ Մեզ համար իրականում պատիվ է լինելու այստեղ։ Հովիվ Ռիտա ջան, շնորհավորում եմ, օրհնում ենք, շնորհակալ ենք։ Գիտեք, ձեր մասին կարող եմ երկար խոսել։ Դուք մարդ եք, ով տարիներ առաջ իր անձը տվեց, դուք իրականում մենք գիտենք, որ դուք ամբողջությամբ զոհաբերվել եք, զոհել եք ձեր կյանքը, դրել եք այս գեղեցիկ, այս հիասքանչ Աստծո մարմինը լինելու համար։ Աստված շատ օրհնի ձեզ շատ սիրում ու գնահատում ենք։ Ձեր մասին կարող եմ ասել, գիտեք, ես երբ որ սկսեցի եկեղեցի գալ, ու առաջի անգամ որ տեսա Հովիվ Ռիտային բեմից քարոզելուց, այնքան նուրբ էր քարոզում եք իհարկե սրտի մասին, քարոզում եք մարդու կյանքի փոփոխման մասին, նվիրված լինելու մասին, ու ես ինձ առաջի անգամ տենց եկել, ու երևի 3-րդ կամ 4-րդ անգամ էի գալիս եկեղեցի, եւ երբ որ դուք քարոզում եք, ես նայում ասում եմ, կնոջ մեծ ինչքան մեծ սեր կա։ Շնորհակալություն ձեզ, որ նվիրվեցիք ու գիտեք այս գեղեցիկ եկեղեցին բարձրացրեցիք, Աստված օրհնի։ Հովիվ Կարեն ջան, Լուսինե քույր ջան, շնորհակալ ենք, իրականում մեզ համար պատիվ է այս կարևոր օրը ձեզ հետ լինել եւ իհարկե ծառայել այն խոսքով, որ Աստված դրել է իմ սրտում կծառայեմ։ Գիտեք ինչ կարող եմ ձեր եկեղեցու մասին ասել, դուք եկեղեցի եք, որ գրեթե միշտ մեր աղոթքներում ներկա եք։ Ոնց եք ներկա։ Գիտես, երբ որ մենք աղոթում ենք, ձեր փառաբանությունը ներկա է։ Այդպես է ստացվում։ Երբ որ մենք աղոթում ենք, գիտես, ու մեկ է սենց այն ոնց է, որ սենց դու աղոթքի մեջ ես, աղոթում ես ու մեկ է երաժշտություն ես ուզում լսես։ Գիտես, հիմա նորը իմացա, որ միայն երաժշտություն կա։ Առաջ մենք իհարկե լսում ենք, օրհնվում ենք տարբեր ազգերի երաժշտություններ, բայց գիտես, հիմա դու արդեն քոնը ունես։ Եվ դա օրհնություն, այս վերջի երաժշտությունը, որ լսեցինք, դա իրականում օրհնություն է ու սենց արդեն ես ինձ պատկերացրեցի աղոթքի մեջ ու այդ երաժշտությունը միացրած։ Գիտես, դուք մեր մեքենաների մեջ եք։ Երբ որ մենք մեքենայով ճանապարհ ենք գնում, ձեզ ենք լսում, ձեր հետ միասին մենք փառաբանում ենք Աստծուն, Աստծո ներկայությունն է գալի։ Եվ գիտեք, մեր թանկագին Հովիվ Արթուր Սիմոնյանը, երբ որ ասես դուք իրականում մեծ բան եք փոխում այս քաղաքի մեջ, գիտեք, այո, դուք փոխում եք քաղաքի մեջ, բայց նաև մեր ազգի մեջ։ Դուք միշտ մեզ հետ եք, Աստված շատ օրհնի ձեզ շատ սիրում ենք, ձեզ շատ գնահատում ենք եւ ձեզանից նույնպես սովորում ենք։ Տերը շատ օրհնի։ Շնորհակալություն։ Իհարկե, ինչպես որ Հովիվը ասեց, ես այստեղ եմ կնոջս հետ եւ մեզ համար պատիվ այսօր այս կարևոր իրադարձության օրը, այս ձեր 33-ամյակի կապակցությամբ ձեզ հետ լինել, ձեր մեջ լինել, ծառայել ձեզ Աստծո խոսքով։ Եվ մինչև Աստծո խոսքին անցնել, սրտումս այնքան կա մի հատ պատմություն ձեզ պատմեմ, մինչև կանցնեմ թեմային։ Գիտես, ես շատ եմ եկեղեցիներ այցելում, ծառայում եմ եկեղեցիներում, ծառայում եմ երկրներում, տարբեր երկրներում եւ գիտեք ամենաշատը որ տեսնում եմ շատ անգամ կա մի գեղեցիկ նվեր Աստծուց մեզ բայց այնքան քիչ է գնահատվում մարդկանց կողմից մինչև խոսքիս անցնել իհարկե խոսքս լրիվ ուրիշ բանի մասն եմ խոսելու բայց ուզում եմ ուղղակի այսօր քո սրտում սկզբից սա բարձրացնեմ ու կարևորեմ քո կյանքի համար, քո ընտանիքի համար։ Գիտեք, պատմությունը իրականը Հովհաննես Այվազովսկու մասին է։ Այդ աշխարհահռչակ ծովանկարչի կյանքից մի պատմություն։ Գիտես, Հովհաննես Այվազովսկին մի բարեկամ է ունենում, եւ այս բարեկամը պետք է իր աղջկան ամուսնացներ, բայց պատշաճ գումարներ չի ունենում աղջկան ամուսնացնելու համար։ Եվ ասում է վեր կենամ գնամ այս հանրաճանաչ աշխարհահռչակ մարդու մոտ խնդրեմ, ասեմ մի փոքր գումար ինձ կտաս, որ իմ աղջկա պսակադրությունը պատշաճ կերպով կարողանամ կատարեմ։
Եվ հարևանները, ընկերները խորհուրդ են տալի, հորդորում են, ասում են, լսի, այդպիսի բարեկամ ունես, վեր կաց գնա բարեկամիդ մոտ եւ այն նա քեզ կօգնի։ Եվ գիտես աղջիկը այդ վեր է կենում, գնում այն վայրը, որտեղ որ Հովհաննես Այվազովսկին է ապրում, հանդիպում է, խոսում է, ներկայացնում է իր վիճակը։ Գիտես Հովհաննես Այվազովսկին լսում է եւ մտնում է սենյակ եւ մի փոքր նվեր է բերում եւ ասում այս փոքր նվերը ուզում եմ իմ կողմից ձեր աղջկան նվիրել։ Գիտես այդ փոքր նվերը վերցնում է, նայում ասում է, լսի, բայց ես գումար էի ուզում, ինչու ինձ այս փոքր նվերը նվիրեց։ Եվ դուրս են գալիս հիասթափված, տրտնջալով վերադառնում, ասում է, այս մարդը ինչ քծիպ մարդ էր Հովհաննեսը։ Եթե նույնիսկ գումար չուներ, միգուցե կարող էր ասել մի փոքր նկար կտամ, այդ նկարը վաճառեք եւ այդ նկարից այդ գումարով կարող եք հարսանիք անել։ Գիտես նեղված, նեղացած վերադառնում է իր հայրենիք, աղջկան ամուսնացնում է, անցնում են տարիներ եւ գիտես այդ փոքր զարդը մի փոքր մանյակ էր, որ աղջիկը կրում է եւ այդ քաղաք գալիս է մի վաճառական եւ հանկարծ նկատում է, որ այդ աղջիկը կրում այդ զարդը եւ ասում է, լսի, որտեղից քեզ այդ զարդը։ Դու գիտես այդ զարդի արժեքը եւ այս աղջիկը ասում է, չէ, տարիներ առաջ իմ բարեկամն է սա ինձ նվիրել, ասում է, դու գիտես այնքան թանկ արժե։ Եվ հետո խոսում է հայրիկի հետ եւ որոշում են այդ զարդը վաճառել շատ թանկ գնով։ Վաճառում են եւ հայրը զարմացած այս ամենից ասում է, ուրեմն Հովհաննեսը ինձ ինչ որ մի նվեր է նվիրել, որ ես չեմ էլ հասկացել։ Մի նվեր, որը որ կարող էր իմ համար մեծ օրհնություն լինել, բայց մենք չենք էլ գնահատել, չենք էլ իմացել, որ այն շատ թանկ արժի։ Եվ ասում է, ես վեր կենամ, գնամ Եդեսիա, տեսնեմ Հովհաննեսին, ներողություն խնդրեմ, բոլոր այն բացասական խոսքերի համար, որ իր հասցեին խոսել եմ, որ վատ եմ մտածել, գնամ ներողություն խնդրեմ։ Եվ վերակենում գնում է Եդեսիա, որպեսզի հանդիպի Հովհաննեսին, բայց իմանում է, որ Հովհաննեսը մահացել է։ Եվ այդ զոհերով, այդ գումարներով վաճառած այդ առաջացած գումարներով որոշում է, որ Հովհաննեսի համար կառուցի տուն-թանգարան եւ օգնում է, կառուցում են տուն-թանգարանը եւ գիտես վերադառնում է եւ սա գիտես կարծես իրական պատմություն է, բայց սրանով ինչ եմ ուզում թանկագինս քեզ փոխանցել։ Գիտես այդ նվերը դա եկեղեցին է, մեզ տրված Աստծուց, իմ ընտանիքին տրված, իմ երեխաներին տրված։ Եվ գիտես, երբ որ ես գնահատում եմ, այն մեծ օրհնություն է լինում իմ կյանքի համար։ Այո, այն Աստված է ինձ նվիրել։ Գիտես, այո, այսօր մենք կարող ենք ասել, եկեղեցին կատարյալ չի։ Եկեղեցին միգուցե կուզենայինք ավելի լավը լինել, մենք ձգտում ենք, աղոթում ենք, ամեն ինչ անում ենք, մենք մեր կյանքն ենք դնում, որպեսզի եկեղեցին բարձրանա, հաստատվի, իսկ եկեղեցին ես եւ դու ենք։ Եվ գիտես, երբ որ դու եւ ես եկեղեցում ենք, արդեն կատարյալ չի, բայց այն նվերը ինձ եւ քեզ Աստծուց։ Ամեն, երբ որ մենք սրան ճիշտ վերաբերվենք, երբ որ ես սրա մասին իմ ընտանիքում ճիշտ խոսեմ, ու ասեմ, թանկագիններս, իմ ընտանիքի կնոջս, երեխաներիս բարձրացնեմ եկեղեցին եւ ասեմ, գիտես, եկեղեցի գնալը կարևոր է, ինչպես որ Հովիվն էր ասում, ուրիշ կողմ չգնաք, անպայման կգաք եկեղեցի։ Թող որ այն քեզ համար սովորական չլինի։ Այսօր քո ծնունդն է, որովհետև դու այս եկեղեցու մի մասն ես։ Դրա համար թանկագին եկեղեցի կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Թող Տերը շատ օրհնի քեզ, թող այն ամենաբարձր տեղում լինի քո կյանքում, քո ընտանիքում, ամենաբարձր տեղում, որ դու զգուշ վարվես այդ նվերի հետ, որտեվ այն նվերը Աստծուց իմ կյանքի համար։ Այսօր ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ովքեր ասում են, հա, եկեղեցում այս չկա, եկեղեցում այն չկա, եկեղեցին այսպիսին է, հա, այն մարդն էլ է գալիս եկեղեցի։ Գիտես, ես միշտ պաշտպանում եմ եկեղեցուն, ասում եկեղեցին դա Աստծուց նվեր է, այո, ես չեմ մերժում, այն կատարյալ չի, բայց այն նվեր է ինձ համար ու իմ ընտանիքի ու իմ երեխաների համար ու իմ ազգի համար։ Ամեն, ամեն, եկեք Տիրոջը տանք բարձր ծափահարություն այս թանկ նվերի համար, որ տրվել է մեզ։ Հալելույա, փառքես Հիսուս, շնորհակալ ենք։
Եվ գիտես, իհարկե, ես չեմ կարող ասել, որ այդ նվերը շատ թանկ ջին արժեցավ Աստծու համար։ Եկեք գնահատենք այդ նվերը։ Ամեն փառք Աստծուն։ Եվ գիտես, այսօր խոսել եմ մի հետաքրքիր թեմայի մասին։ Գիտես, երբ որ դու Աստվածաշունչ ես կարդում, Աստվածաշունչը շատ է խոսում փոխաբերական իմաստով։ Աստված շատ անգամ մարդուն համեմատում է տարբեր կենդանիների, միգուցե քարի, կամ օրինակ ասում է ես խաղողի որդն եմ, իսկ դուք ճյուղերը։ Ամեն ճյուղ, որ ինձ անում է եւ պտուղ չի բերում, հայրը կտրում է, բայց պտուղ բերողին մաքրում է, որ ել ավելի պտղաբեր լինի։ Աստված մեզ համեմատում է խաղողի, որդի ճյուղի հետ։ Կամ օրինակ, Աստված համեմատում է մարդուն աղավնու հետ, համեմատում է աղվեսների հետ, համեմատում է գայլերի հետ, համեմատում է ծառի հետ տնկված ջրերի մեջ։ Եվ տարբեր համեմատություններ է անում։ Եվ գիտես, որպեսզի կարողանամ ես հասկանամ Աստված ինչի նկատի ուներ, ասելով, օրինակ, դուք եք այս աշխարհի աղը, կամ դուք եք այս աշխարհի լույսը։ Գիտես, ես պետք է հասկանամ նրա կենսական նշանակությունը իմ կյանքում, որպեսզի հասկանամ Աստված ինչ ի նկատի ուներ։ Ամեն։ Եվ գիտես, ես այսօր նույնպես ուզում եմ մեզ համեմատել մի բանի հետ, որ Աստված արդեն խոսել է դրա մասին։ Եվ ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իրեն կգտնի այդ փուլերից մեկում։ Մի քանի փուլերի մասին եմ, մի քանի բաների մասին եմ խոսելու։ Եվ գիտես, վերնագրել եմ այսպես. նորը հինի մեջ չի ապրում։ Նորը հնի մեջ չի ապրում։ Եվ գիտես, այո, այնքան լավ է, որ նոր տարի է սկսվում, տարին դեռ մեր առջևում է, եւ գիտես, հատկանշական է, եւ երբ որ ես նայեցի, տեսա, որ այո, ձեր եկեղեցու ծնունդը համապատասխանում է տարվա սկզբի հետ։ Եվ հետեւաբար եկեղեցին ունի տեսիլք, հետեւաբար հովիվը խոսք է փոխանցում, ինչ տարի պիտի լինի, ինչ պիտի անենք, ինչի մեջ մենք պիտի մտնենք։ Բայց կան բաներ, որ այսօր ուզում եմ ես օգնեմ քեզ անցնելու, որպեսզի ես օրհնություն լինեմ եկեղեցու համար, եկեղեցին օրհնություն լինի ինձ համար, այն խոսքը, որ Աստծուց կգա իմ կյանքի մեջ, այն օրհնություն լինի ինձ համար։ Որ չլինի այնպես, որ ուղակի խոսքը գա ու իմ կողքով ուղակի անցնի, այլ հակառակը գա ու կպնի ինձ, գա ու իմ համար օրհնություն լինի եւ իմ ընտանիքի համար օրհնություն լինի։ Ամեն։ Վերնագրել եմ այսպես. նորը հինի մեջ չի ապրում։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 17-րդ խոսք։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 17-րդ խոսքը կընթերցեմ։ Եվ նոր գինին հին տիկի մեջ չեն լցնում։ Նոր գինին հին տիկի մեջ չեն լցնում, ապա թե ոչ տիկը կպատրվի եւ գինին կթափվի, եւ տիկը կկորչի, այլ նոր գինին նոր տիկի մեջ են լցնում, եւ երկուսն էլ կպահվեն։ Հետաքրքիր է, եթե ես ուզում եմ հասկանալ Տերը ինչի նկատի ուներ, ես այստեղ հասկանում եմ, որ նոր գինին դա այն բոլոր Աստծուց նոր բաներն է, որ Աստված ուզում է լցնի տիկի մեջ, իսկ տիկը համեմատության կարգով մենք տեսնում ենք, որ մարդն է։ Նոր գինին լցնում են նոր տիկի մեջ, նոր գինին չեն կարող լցնել հին տիկի մեջ, որովհետև խոսք ասում է տիկը կպայթի, չի կարող տիկը պահել։ Եվ գիտես, այստեղ մենք տեսնում ենք Աստծո խոսքն ասում է, որ այդ նորը, այն ինչ որ Աստված ունի նոր, այս տարվա համար, եթե ես այն տիկն եմ, որը որ նոր եմ, իմ համար այն օրհնություն կլինի, եթե ես հին եմ, ինձ համար այն օրհնություն չլինի, կգա ու կհոսի ինձանից։ Քանի անգամ է եղել, որ մենք եկել ենք եկեղեցի, Աստծուց խոսք ենք ստացել, սենց ոգևորվել ենք, սենց հավատացել ենք, վստահել ենք, վերցրել ենք, գնացել ենք ու անցել է մի որոշ ժամանակ, ինչ որ պատճառով սկսել ենք եկեղեցի չգնալ, ինչ որ բաներ է տեղի ունեցել, որ ինչ որ մի քանի ծառայություն սենց բաց ես թողում ու մեկ էլ տեսնում ես, ոնց որ այդ հավատքդ գնացել է քեզանից, կամ հովիվը խոսել է բժշկության մասին եւ դու վերցրել ես ասել ես այո այդ բժշկությունը ինձ է պատկանում, կամ խոսել է նվիրատվության ընծայի խոսքի մասին, որը որ կարող է օրհնություն դառնալ մեր կյանքի համար, եւ դու վերցրել ես, գնացել ես ու հանկարծ տեսել ես, որ կարծես այն քեզանից գնաց,
Բայց դու եկեղեցում հավատում ես, հիմա տանն ես, նորից այդ խնդիրները, նորից այդ խնդիրները եւ տեսնում ես, կարծես թե այդ օծությունը, այդ շնորհքը, այդ խոսքը Աստծուց եկած կյանքիցս գնում է։ Եվ ես սիրելիս ասեցի արդեն, որ այսօրվա խոսքը, որ ես խոսելու եմ, այն վերաբերվելու է յուրաքանչյուրիս։ Եվ ես քեզ ներկայացնելու եմ, թե ինչա տիկը եւ ինչպես էր պատրաստվում տիկը։ Եվ ես ներկայացնելու եմ, որ այն շատ նման է մեր կյանքին, եւ ինչ փուլեր է Աստված ուզում մեր կյանքում իրականանան, տեղի ունենան, որպիսի Աստծո այդ օրհնությունը, օծությունը, այդ յուղը գա մեր կյանքի մեջ, այդ նոր գինին գա մեր կյանքի մեջ։ Ամեն, որովհետեւ սա փոխաբերական իմաստ ունի։ Առաջի բանը, որի մասին ուզում եմ խոսել, սիրելիս, տիկը լինելու համար, անպայման տիկը Աստված ունենալու համար, տիկ ստանալու համար պետք է ինչ-որ մեկը մորթվի, կենդանին պետք է մորթվի, որպեսզի տիկ ստանանք։ Ինչ կապ ունի սա ինձ հետ։ Ուզում եմ Աստծո խոսք կարդալ, Մատթեոս ավետարան 16:24։ Եթե մեկ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր խաչը եւ իմ ետևից գա։ Աստծո խոսքը ասում է, եթե մեկ ուզում է ինձ հետևի, պետք է իր կյանքը զոհաբերի։ Ես քիչ առաջ խոսում էի մի մարդու կյանքի մասին, ով սկսել էր եկեղեցին, եւ գիտես, չկա զոհաբերություն, չկա օրհնություն։ Եթե ես ուզում եմ օրհնություն լինեմ, ես պետք է իմ անձը դնեմ։ Եթե ես ուզում եմ օրհնություն լինեմ իմ ընկերոջ համար, ես պետք է իմ անձը դնեմ։ Եթե ես ուզում եմ օրհնություն լինեմ իմ ընտանիքի համար, ես չեմ կարող իմ անձը գտնել, որտեղ Աստծո խոսքը ասում է, նա որ ուզում է իր անձը գտնի, կկորցնի, բայց նա որ իր անձը կդնի ինձ համար եւ ավետարանի համար կգտնի։ Սիրելի, կա զոհ, կա օրհնություն, չկա զոհ, չկա օրհնություն։ Դրա համար Հիսուսը ամենակարևոր բանը արեց մեր կյանքում։ Նա իր անձը զոհեց, որպեսզի մեզ ունենա, որպեսզի մենք կյանք ունենանք, կյանքի փոխարեն։ Նա իր կյանքը դրեց մեզ ունենալու, մեր կյանքը երկնքում հավիտենականության մեջ ունենալու համար։ Դրա համար սիրելիս, եթե ես ուզում եմ Աստծուց թարմ յուղը, Աստծուց այդ գինին գա իմ կյանքի մեջ, Աստծո խոսքը գա իմ կյանքի մեջ, Աստծո օրհնությունը գա իմ կյանքի մեջ, ես չեմ կարող ոչինչ չանելով ունենալ ինչ-որ մի բան։ Աստված ուզում է, որ ես իմ կյանքը դնեմ։ Առաջի բանը, որ Աստված ուզում է, մենք տեսնում ենք մարդկանց կյանքերում, որ մարդը երկար ժամանակ գալիս է եկեղեցի, իսկ սա ցուցանիշ չի, որ մարդը իր կյանքը տվել է։ Այո, մենք ասում ենք, երբ որ մարդը Հիսուս Քրիստոսին ընդունում է իր կյանքի մեջ, այդ պահից սկսված ինքը ունի կյանք եւ փրկություն։ Այո եւ ամեն, դա այդպես Աստծո խոսքն է ասում։ Բայց գիտես, լինում են դեպքեր, որ դու տեսնում ես այդ մարդը գալիս է եկեղեցի ուղղակի շատ пассив, անտարբեր, ոչ մի բան չի անում, ու տեսնում ես կյանք, որը որ զոհաբերված չի Աստծուն, նվիրված չի, ու հետևաբար փոփոխություն չի լինում այդ մարդու կյանքում։ Ես կարող եմ 33 տարվա քրիստոնյա լինել, 33 տարի ամեն կիրակի գամ եկեղեցի ու գնամ, բայց եթե ես իմ կյանքը չեմ դնում զոհասեղանին, այն օրհնություն չի կարող դառնալ իմ կյանքում, ոչ էլ իմ ընտանիքում։ Հաջորդ տեղը, արտաղաչում եմ ձեզ եղբայրներ, Հռոմեացիս 12:1, արտաղաչում եմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները, ուշադիր, ձեր մարմինները ներկայացնեք կենդանի Սուրբ Աստծուն ընդունելի պատարագ, որ ձեր բանավոր կոչումն է։ Պատարագը դա զոհն է։ Աստծո խոսքը ասում է ձեր մարմինները, ձեր անդամները ներկայացրեք որպես կենդանի զոհ, որովհետև զոհի վրա հին ուխտը միշտ դրա մասին խոսում է ու շատ է խոսում, միշտ գալիս է Աստծո կրակը։ Մի անգամ իմ ավագ որդին որոշեց գիտար նվագել սովորի։ Ես զանգահարեցի ձեր հովին, խնդրեցի, ասացի, տղաս ուզում է գիտար նվագի, կարող ես օգնել։ Եվ գիտես,
ասում եմ դուք ամեն կողմից եք, ամեն կողմանը օրհնություն եք մեզ համար։ Եվ գիտեք ձեր հովիվը իհարկե ասեց այո կարող եմ եւ սկսեց տղաս սովորել գիտար նվագել։ Մեկ օր եկավ ասեց հայրիկ, երբ որ գիտար եմ նվագում, մատերս ցավում է, ինչ անեմ։ Ասեցի ես չգիտեմ, չեմ կարող քեզ խորհուրդ տալ, սպասի զանգեմ հովիվ Կարենին։ Զանգը հարեցի հովին եւ ասում եմ լսի երեխեն որ նվագում է, չկա ուրիշ փափուկ լար, չկա տենց նենց կամ ինչ որ մի բան, որ այս մատերի բարձիկները, որովհետև շատ զգայուն է։ Գիտե շատերը ասում են ես կարող եմ երակից արյուն տալ, բայց խնդրում եմ իմ մատը չծակեն, որովհետև այն շատ զգայուն է։ Ասում երեխեն որ նվագում է, մատերը փափուկ է, իմ սիրտն էլ ճմլվում է, կլինի ինչ որ մի հատ տարբերակ։ Գիտեք ինչ պատասխանեց, ասեց չկա տարբերակ, պետք է սովորի, կանցնի որոշ ժամանակ։ Ես հասկացա, երբ որ մարդ ուզում է ինչ որ մի բան սովորել, պետք է ինչ որ մի բան զոհես։ Պետք է ինչ-որ մի բան դնես։ Գիտես, երբ որ ինչ եմ ես ասում, դուք օրհնություն եք մեզ համար, ձեր փառաբանությունը, երաժշտությունը, ձեր երգերը օրհնություն են, որովհետև դրա հետևը կա զոհ։ Կա զոհ, կա օրհնություն, չկա զոհ, չկա օրհնություն։ Գիտես, որովհետև այնպես չի, որ մենք ծնվում ենք ու մենք ամեն ինչ կարողանում ենք անել։ Եթե դու ուզում ես մի բան անես, եթե նույնիսկ ուզում ես դու լեզու սովորես, օտար լեզու սովորես, գիտես դու զոհ ես անում, դու քո ժամանակն ես զոհում։ Մենք սենց օթերով չենք ապրում, որ ասենք դե ես ուզում եմ Աստծուն ծառայել, բայց սպասում եմ իրան։ Երբ որ ինքը ինձ կգտնի իմ տեղը։ Երբ որ ես եկա եկեղեցի, ես մասնագիտությամբ զինվորական եմ։ Եվ ծառայության ժամանակ Աստված ինձ կանչեց, շնորհք արեց, որտեղ անշնորհք էի։ Շնորհք արեց ու փրկությունը տվեց ինձ։ Ու ես եկա եկեղեցի։ Ու գիտեք ինչ եղավ, իմ աշխատանքի վայրում շատ բարձր ծառայողներ, պաշտոնի մարդիկ իմ առաջ պայման դրեցին։ Այն ժամանակ չկար, որ ուժային կառույցի զինծառայողները կամ աշխատողները կարող էին որևիցե մի կրոնական ուղղվածություն կամ հայացքներ ունենալ։ Եվ ես այդ զոհերից մեկն եմ, որ իմ առաջ պայման դրեցին ու ասեցին կամ դու կամ քո աշխատանքը։ Իսկ իմ աշխատանքը շատ բարձր էր։ Եվ գիտես ես որոշման առաջ էի կանգնած ու ասում էի հնարավոր չի, որ համնա լինի։ Երկիրը թույլ չէր տալիս այդ ժամանակ։ Եվ գիտես ինձ աշխատանքից հեռացրեցին մի բանի պատճառով, որովհետև ես սկսեցի հավատալ Հիսուս Քրիստոսին, քրիստոնեական երկրում։ Ու ես հասկացա մի բան, ու ես ասեցի Տեր, իսկ դա իմ երազանքն էր, ես երկար ժամանակ սովորել էի, ավարտել էի, ես ուզում էի, ես ձգտում էի, ինձ շատ դուր էր գալի, դա իմ համար կյանքի նպատակ էր, որ ես ունենայի կառուցեի իմ կարիերան, ունենայի բարձր պաշտոն, ունենայի բարձր կոչում, ու տեսա, որ ինչ-որ մի բան ես պետք է զոհեմ, կա զոհ, կա օրհնություն, չկա զոհ, չկա օրհնություն, ես չէի կարող, այսպիսի ասացված կա, չես կարող երկու ձեռքով, մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնես, չես կարող, բայց գիտես, երբ որ դու դա դնում ես, այն հարյուրապատիկ ավել գալիս է հետ։ Գիտես, իմ կյանքում ես ասում, ես ուզում էի գեներալ դառնալ, ես ասում եմ, ես պետք է գեներալ լինեմ, երբ որ ապաշխարած չէի։ Իմ կյանքում երկու գեներալ են եղել, ովքեր որ խնդրել են, որ ես ձեռքս դնեմ իրանց վրա ու իրանց համար աղոթեմ։ Ու գիտես, երբ որ ես աղոթում էի, Աստված ասեց հիմա տես, ով ավելի բարձր։ Ես մոռացել էի ամեն ինչի մասին։ Ու ես հասկացա մի բան, երբ որ դու թույլ ես տալի, որ երբ որ դու քո անձը դնում ես զոհասեղանին, գիտեք Աստված ինչ է անում։ Բարձացնում, ասում է ես քեզ փոշից կբարձացնեմ ու թագավորները սեղան կնստացնեմ։ Դրա համար առաջի բանը, սիրելիս, Աստծո այդ թարմ գինին, որը ունի զորություն, քո կյանքի մեջ գալու համար առաջի բանը մենք պետք է թույլ տանք, որ ինչ որ մի բան գնա մեր կյանքից, մենք պետք է մեզ
դնենք զոհասեղանին։ Ես ուզում եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որ մարդիկ շատ հաճախ մտածում են կամ երբեմն տալիս են։ Ինչն է պատճառը, որ ես այսքան ժամանակ եկեղեցում եմ, որ ինչի սա չի փոխվում, ինչի նա չի փոխվում։ Միգուցե այս արժեքը վերանայենք մեր կյանքում։ Ամեն։ Հռոմեացիս 6:6 Այս իմանալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց։ Սիրելիս, հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայի մեղքին։ Աստված ուզում է, որ մենք մեր մարմինները խաչը հանենք։ Կա զոհ, կա օրհնություն, չկա զոհ, չկա օրհնություն։ Ուզում մի քանի միտք ասել։ Մահը վերջը չի, այլ գործի սկիզբն է։ Շատ անգամ մենք մտածում ենք, բա ոնց կլինի, բա եթե ես այս շանսը ձեռքիցս բաց թողեմ, բա եթե ես այս գիտես կարող եմ շատ անգամ երբ որ մարդը խոսում է ինձ հետ, ես ես նայում ասում եմ, բայց չէ որ ես իմ կյանքի ապագայի շանսը ձեռքիցս բաց թողեցի։ Բայց հիմա այնքան երջանիկ եմ, այնքան ուրախ եմ, շատ անգամ գիտես մարդիկ նայում ու ասում են, լսի, ինչ լավ ընթացք է, ինչ ծառայության մեջ եք, դուք օրհնված եք, Աստված ձեզ օրհնել է, ոչ ոք չի նայում, թե ծառայողը ինչ գին է վճարել իր կյանքում դա լինելու համար։ Դրա համար գիտես, երբ որ դու մեկ անգամ ես հիշում եմ, որ մեկը մոտեցել է մեր Հովվին, Հովիվ Արթուր Սիմոնյանին եւ ասել է, Հովիվ այն օծությունը, որ քո վրա կաղոթես, որ ին վրա էլ գա։ Եվ Հովիվը պատասխանել, այս դու պատրաստ ես անցնելու այն ճանապարհով, որ ես եմ անցել։ Շատ անգամ մենք պատրաստ չենք, բայց գիտես, ամեն մեկը, ով իր անձը կդնի Քրիստոսի համար, Աստծո խոսքը ասում է, 100 պատիկը կհնձեք, տներ, արտեր, այստեղ երկրի վրա բաներ եւ ոչ միայն այստեղ, այլ նաեւ այն հանդերձյալում կունենանք վարձք։ Ահա այսպիսին է մեր Տերը։ Աստծո խոսքը ասում է, նա որ թեկուզ իմ անունի համար մի բան իրանից զոհի, 100 պատիկը ես կվարձահատույց կլինեմ։ Կարդալով Աստվածաշունչ տարիներ շարունակ, ես չեմ տեսել մեկին, ով որ ինչ-որ մի բան արել Հիսուսի համար, ու Հիսուսը իրան պարտքա մնացել։ Կարդա Աստվածաշունչը, չես գտնի մի հերոսի, ով Աստծո համար մի բան անի, ու Աստված 100 պատիկը այդ մարդուն չտա։ Ամեն։ Ամեն։ Սիրելիներս, ուրեմն մահը վերջը չի, մահը, դու հասկանում ես, հա փոխաբերական իմաստով եմ ասում, այն սկիզբը նոր բանի, երբ որ քո անձը դնում ես, այն սկիզբը նոր բաների։ Մինչև Աստված մեզ օգտագործի, իհարկե, երբեմն միգուցե մեկը մտածի ու ասի, լսի, այդ ինչ լավ բառ չես ընտրել, օգտագործի, գործածի, մինչև Աստված մեզ կգործածի, Աստված ուզում է, որ մենք մեր անձը դնենք զոհասեղանին, Աստված ուզում է մեզ մաքրի ամբողջությամբ, ու հետո որտև Աստծո խոսքը ասում է, Հիսուսին, ինչ արեց Հիսուսը, նա, ով որ իր անձը դրեց, մինչև խաչի նրա պատճառով Աստված նրան շատ բարձրացրեց ու մի անուն շնորհեց, որ ամեն անունից վեր է։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Կա մարդ, որ այս process-ի մեջ է։ Միգուցե դու ասես, լսի, ես այս process-ը արդեն անցել եմ։ Ու հետաքրքիր է, տեսնենք, արդյոք քեզ կգտնես այս փուլերից որևիցե մեկում։ Երկրորդ բանը, Աստված ինչ է ուզում, որ մեզ հետ տեղի ունենա։ Ուրեմն տիկը ստանալու համար առաջի բանը պետք է զոհ։ Երկրորդը, որպեսզի տիկ լինի, գիտեք ինչ է պետք, այդ զոհից հետո տիկի վրա կա շատ ճարպեր, տիկի վրա կան շատ մազեր, այն գործածելու համար հարմար չի։ Գիտեք ինչ է պետք անել, պետք է տիկին մաքրել։ Առաջ կար հատուկ գործիք, որ մաքրում էին, որովհետև եթե չմաքրվի այդ ճարպից, այդ բաներից, այն չի կարող գործածվի։ Ուզում եմ շատ լուր եք։ Ուզում եմ մի խոսք կարդալ Աստծո խոսքից։
Հա դուք կարող պատկերավորեմ ներկայացնում ձեզ։ Հա ուզում եմ տեղ կարդալ։ Կողոսացիս 3-րդ գլուխ 9-10 համարները։ Սուտ մի խոսեք իրար հետ։ Հանեցեք հին մարդուն իր գործերով։ Հանեցեք հին մարդուն իր գործերով եւ հայքեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Խոսքն ասում է հանեցեք հին մարդը, մաքրեք ձեզանից, որտեվ շատ անգամ գիտես մարդը այո համաձայն ասում այո ես համաձայն եմ այդ ճանապարհը անցնել։ Ես ուզում եմ ինձ օրինակ բերել, գիտեք, երբ որ ես ապաշխարեցի, այնպես չէր, որ սենց Աստված վերցրեց ու մի անգամից ինձ գործածեց։ Ասեց ապաշխարել ես, ասեցի հա, զոհել ես քո աշխատանքը, քո կարիերան, ասեցի այո Տեր, դու գիտես որ արել եմ, դու գիտես քո համար արել եմ, իսկ այդ ժամանակ առաջի սիրո մեջ ես ամեն ինչ պատրաստ ես, ուզում ես ամեն ինչ անես, սենց աշխարհ ասում ես Տեր, ամեն ինչ զրո է, ամեն ինչ աղբ եմ համարում, միայն քեզ շահեմ, չէ՞ որ այդ ժամանակվա խոսքերից եմ ասում։ Այդ ժամանակ չկա տրտունջ, այդ ժամանակ չկա նեղություն, թեկուզ դժոխքով անցնես, որտեվ Տիրոջ վերապրում ես, Տիրոջ ներկայության մեջ ես, քո անձը դրել ես։ Աստծուն ծառայելու համար Աստված ասում է շատ լավ է, մի րոպե, բայց սա դեռ վերջը չի։ Ինչի, որովհետև երբ որ քեզ ասում են մի բան ասեմ, խնդրում եմ, չգոռաս, նշանակում է մաքրվելու բան կա։ Մի բան ասեմ, մենակ միջև վերջ լսի։ Մաքրվելու բան կա։ Հիշում եք արտահայտություններ կան, թե ձեզ չեն ասե, ինձ են մենակ այդ արտահայտ։ Մի բան ասեմ, մենակ ոչ մեկի չասես։ Բաներ կա, որ մեր կյանքում դրսևորվում է, որ Աստված ուզում է մաքրի մեզ դրանցից, ավելորդ են։ Մենք չենք կարող դրանցով Աստծուն հաճելի լինել։ Իսկ երբ որ ես առաջի անգամ որ սկսեցի գալ եկեղեցի, հասկացա, որ Աստված իմ համար կոչում ունի, կանչ ունի, առաջի բանը, որ sense երկար ժամանակ աղոթել եմ, գիտեք որն է։ Ասեցի Տեր, ամենահեշտն եմ ընտրում։ Ուզում եմ որ ձեռքերս դնեմ հիվանդների վրա, բոլորը բժշկվեն։ Դրա համար ոչ գիտությունն է պետք, դրա համար ոչ հատուկ, ոչ մի բան պետք չի։ Ամենա ձեռքերս դնեմ ու մարդիկ բժշկվեն։ Բայց Աստված ասեց, լսի, լավ է որ պարգև ես ուզում։ Դրանք կհետևեն քեզ, ոչ թե քո առաջից կգնան, բայց քեզ մի բան է պետք, որովհետև գիտեք, երբ որ ես զինվորական եմ, ես ինձ հպարտ, պատկերացրեք աշխարհիկ զինվորական, ինչպես պետք է լինի, ու երիտասարդ էի, բավականին երիտասարդ էի, ու իմ տարիքի համեմատ, ու իմ կոչման համեմատ բավականին բարձր պաշտոն էի զբաղեցնում։ Հպարտ, որ ես հասել եմ ինչ-որ մի բանի, ու գիտես, ու տենց գալիս է եկեղեցի։ Մի քանի հումոր պատմեմ, շատ լուրջ եք, լավ, չէի պատրաստել, որ սա պատմեմ, բայց ես կպատմեմ։ Արագ եմ պատմելու, կարգ ու կանոնում ծառայում եմ, բոլորին սենց շարում եմ, տատիկներին, պապիկներին, բոլորին։ Առաջ այսպես էր, պետք է մինչև ներս մտնելը, մենք ծառայում ենք այդ ժամանակ երիտասարդական պալատում, հետո համալիրում։ Գիտես, բոլորին սենց շարում էի, որ հանկարծ մեկը չխոսա, ասում է հələ մեկ շարք մտեք։ Որովհետև ես ասում եմ ինձանից լավ կարգ ու կանոնի ծառայող չի լինի, որտեղ ես զինվորական եմ, մասնագետ եմ, ես լավ գիտեմ մարդկանց կառավարել, լավ գիտեմ մարդկանց հրամայել, ամեն ինչ շատ լավ գիտեմ։ Այնքան ժամանակ մինչև կարգ ու կանոնի ավակը մի օր ինձ կանչեց, ասեց լսի, լավ ես ծառայում, բայց սիրով չես ծառայում։ Ու գիտես ես առաջի հարցը որ տվեցի, գիտեք ինչ որն էր։ Ասի կներեք ինչ մասնագիտություն ունեք։ Սենց զարմացած նայում եմ վրա, ինչ կապ ունի մասնագիտությունը։ Ասում եմ դու գիտեք ես ով եմ։ Ասում եմ, հա, կարգ ու կանոնի ծառայող։ Ասում եմ, այստեղ դու սխալվում ես։ Ես զինվորական եմ։ 6 տարի սովորել եմ, որպեսզի այս մարդկանց ճիշտ շարեմ։ Եթե ես իրանց ճիշտ չհրամայեմ տամ, իրանք չեն լսի ինձ, ասում եմ, լսի պետքա մի քիչ ժպտաս, ասում եմ, լսի։ Ինձ 6 տարի սովորեցրել են, եթե դու ժպտաս, ուրեմն դա թույլ մարդու դրսևորում է։ Ես չեմ կարող մարդկանց ժպտալ, եթե ժպտամ ինձ չեն լսի, որ դուք պատկերացնեք ինչպես եմ եղել։ Ու հետո Աստված սկսեց ինձ մաքրել։ Աստված ասեց, լսի, դու տես չես կարող ինձ ծառայել, դու համ քեզ կվնասես, համ քո ծառայությանը կվնասես, համ կողքիններին, դու բոլորը կգայթակղվեն քեզնից, հնարավոր չի։ Իմ տարիքի մարդիկ շատ լավ կհասկանան։
Երբ որ մեր ժամանակ տղամարդը ծաղիկ վերցնել, դա ամենաամոթ բանն էր։ Ես այդպիսին եմ եղել, որ տղեն ծաղիկ չի բռնում իր ձեռքը։ Մեր ժամանակ, գիտեք ինչ, դուք հիմա ինձ տղամարդիկ իմ տարիքի եւ ավելի բարձր կվկայեն։ Երկու բան կար, մեկ ծաղիկը, մյուսը անձրևանոցը, որ տղամարդը չի բռնում, թեկուզ ամենաուժեղ անձրևը գա, միևնույնն է, ես կթրջվեմ, բայց անձրևանոցը տղամարդու բան չի։ Ու ես որոշում ունեի, բեմից ինչ լսեմ, հովիվս ինչ ասի, ես պետքա կատարեմ։ Շատ արագ եմ պատմում։ Հովիվը ասեց, որ գնաք տուն, ձերդ ծաղիկ կտանեք։ Այդ ժամանակ մեր երկրորդը ծնվել էր, կինս էլ տանն էր, այդ երկու փոքրին պահում էր, եկեղեցի չէր եկել։ Ես ին վրայով անցնելով գնացի այդ ծաղիկի խանութից ծաղիկ առա։ Չգիտեի ծաղիկը սենց են բռնում, չգիտեի ոնց են բռնում։ Վերցրել եմ սենց տաքու հով լինելով ին վրայով ասում, Տեր, դու գիտես, ամեն քայլիս հետ Տիրոջը ցույց էի տալի, թե ես ինչ զոհ եմ անում։ Հասա մեր տուն, դուռը թակեցի, կինս դուռը բացեց ու ես հերոս եմ։ Հերոսը եկել է։ Որովհետև ես իմ վրայով անցա, իմ անձը խաչեցի եւ քեզ համար ծաղիկ եմ բերել։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ։ Կարելի է պատմեմ։ Ձեզ հետաքրքիր է, չէ՞։ Կինս դուռը բացեց, սենց տեսավ, ծաղիկը ձեռս, ես է սենց հերոսի կեցվածքով, կանգնած եմ, որ պետք ասի, լսի, դու ես ինչ լավն ես, դու հերոս ես, առանց ոչ մի բան անսելու, գնաց խոհանոց, հիմա ես կանգնած ասում եմ, Տեր իմ Աստված, բա դու ասում ես, ես փոխվեմ, բա հլը կինս კი չի փոխվել, ես ոնց փոխվեմ, հլը դու տես, ու մեկ է խոհանոցից ձայն եմ լսում, աման էր լվանում, ձայն եմ լսում, Այսօրով էր հովիվներ քարոզում, ասում եմ հա, ասում էր, ասեց, որ գնաք տուն, ձերդ ծաղիկ կտանեք։ Ես չգիտեի ծաղիկները ինչ անեմ, ձեռը զալում կանգնած եմ, այդ հյուրասենյակում։ Ասեցի այո, գիտես մեկ էլ եկավ, ծաղիկները վերցրեց, ձեռքիցս համբյուրեց, ասեց, իսկ չի լինի, որ դու միշտ ինձ ծաղիկ բերես առանց հովի ասելու։ Գիտեք, ես ինչ եմ կյանքիցս օրինակ բերում, որ դուք պատկերացնեք Աստված ուզում է, գիտես մենք չենք կարող այդ ճարպերով, խորհուրդը հասկանում եք, մենք չենք կարող այդ բնավորության գծերով մտնել Աստծո արքայության մեջ։ Հիմա մի տեղ կկարդամ Աստվածաշնչից, այդ տեղը իմ կյանքի համար բեկումնային է եղել։ Առաջի Կորինթացիս 15:46, գիտեք ինչա գրված, սկզբից հոգևորը չի, սկզբից շնչավորն է, հետո հոգևորը։ Ինչ է սա նշանակում, որ եթե ես ուզում եմ հոգևոր մարդ լինել, ես չեմ ճանաչում մի հոգևոր մարդու, որ իր կյանքում կարգ ու կանոն չունի։ Ես չեմ ճանաչում մի հոգևոր մարդու, ով իր կյանքում իր բնավորությանը չի հետևում, իր աղոթքներին չի հետևում, այսինքն ինքը սենց ուղղակի ապրում է ու ինքը սենց հոգևոր մարդ է։ Մենք տեսնում ենք ամեն մի հոգևոր մարդ մեր առաջ օրինակ, որ մենք ունենք, նրանցից բոլորը կարգ ու կանոնի մեջ իրանց ասացի խոսքը պահող, իսկ դա որտեղից է գալի բնավորությունից։ Եթե դու ուզում ես հոգևոր մարդ լինես, դու պետք է առաջին աշխատես քո շնչի հետ, իսկ շունչը դա մեր մտածելակերպն է, դա մեր բանականությունն է, դա մեր բնավորությունն է, դա մեր սովորություններն են, բոլորը շնչի ոլորտում է։ Եթե ես ուզում եմ իմ շունչը լավ լինի, եթե ես ուզում եմ հոգևոր լինեմ, ես պետք է աշխատեմ իմ բնավորության հետ։ Ասում եմ, որտեղից է կռիվները, որտեղից է այդ նեղացկոտությունը, որտեղից է խռովությունները, որտեղից է թշնամությունները, բամբասանքները, որտեղից է, չէ որ հին մարդուց է։ Իսկ Աստծո խոսքը ասում է հանեք հին մարդուն, որովհետև այն քեզ խանգարելու է Աստծո մեջ սավառնելու, այն քեզ խանգարելու է։ Դրա համար թանկագինս երկրորդ բանը, ես չգիտեմ ով գտավ իրան սրա մեջ։ Ես չեմ ուզում ձեռք բարձրացնեք։ Ուղղակի մտորի, ուղղակի մտածի խոսքերի շուրջ։ Եթե ես ուզում եմ Աստծո թարմությունը, եթե ես ուզում եմ Աստծո օծությունը, Աստծո այդ յուղը, այդ շնորհքը, Աստծո այդ թարմ գինին գա իմ կյանքի մեջ, ես պետք է ուշադրություն դարձնեմ իմ բնավորությանը, որ չլինի այնպես, որ շատ անգամ այսպիսի արտահայտություն կա, քրիստոնյաներ կան, որ 3 այսօր եւ հավիտյան նույնն են։ Գիտեք ինչ ցավալի է, երբ որ ասում են, գիտես, մի քանի դրսևորում ասեմ, դու մի անգամից կիմանաս ում մասին է խոսքը։
Նման արտահայտություններ կան, որ օրինակ դու ուզում ես ինչ-որ մեկին նկարագրես, անունը չես տալի, բայց իր դրսևորումների մասին ես խոսում։ Արդեն բոլորը հասկանում են ով է։ Օրինակ, եթե մեկը նեղած կոտ է եւ շրջապատի մարդիկ ուզում են իր մասին խոսեն ու իր անունը չտան, սկսում են ասում են էս սենց անում, ասում են էս այն մեր եղբայրն է կամ այն մեր քույրն է։ Իսկ դա ցավ է, դա չի ուրախացնում մեզ։ Ինչի, որովհետեւ երբ որ այդ Աստծո խոսքը արդեն մեջ բերում արեցի, երբ որ այդ ճյուղերը Աստված կտրում է այդ ճյուղերը, որ մենք պատղաբեր լինենք, ինչի, որովհետև ես չեմ ուզում ծառայության մեջ իմ ճյուղը, իմ ծառայակից ընկերոջը վնասի։ Սենց առանց այդված ճյուղերով մտնում եմ եկեղեցի։ Պատկերացրեք, սենց այս ճյուղերը ոչ մեկ ով կարա ասի ինձ աչքիս վերևը ունք կա։ Հիմա, եթե դու ուզում ես, որ մտածես, չէ, մենք բոլորս ասում ենք, որ ես փոխվելու տեղ ունեմ, իմ բնավորության մեջ, բոլորը ոչ մի կատարյալ չի, մենք գիտենք, որ փոխվելու տեղ ունենք, հարց, խնդրում եմ, մտածի, ինչ ես անում քո բնավորությունը փոխվելու համար, եթե ես հենց հիմա խոսափողը տամ քեզ, ու դու գործնական քայլեր չասես, թե ինչ ես անում այդ բնավորության գիծը քո կյանքում փոխվելու համար, դա նշանակում է դու ոչինչ չես անում։ Դա նշանակում է ներողություն, բայց շալակած տարիներ շարունակ քո այդ բնավորությունը հետը բերում ես։ Տարիներ շարունակ։ Այն քեզ է վնասում, այն վնասում է քո ընտանիքի անդամներին, այն վնասում է եկեղեցուն, ծառայություններին։ Դրա համար սիրելիներս, Աստված չի ընտրում կարող մարդկանց, սենց լավ երաժիշտների չի ընտրում, Աստված ընտրում է մարդիկ, ովքեր պատրաստ են փոխվելու, ովքեր պատրաստ են խոնարհվելու, ովքեր պատրաստ են իրանց անձը դնելու զոհասեղանին, ու այդ մարդկանց գերազանց հոգի է տալիս։ Ու դրա համար այդ մարդիկ դառնում են շատերի համար օրհնություն։ Որովհետև ես չեմ կարող ինձ ներկայացնել բարեպաշտ մարդ, եթե իմ կյանքում բաներ կան, ես չեմ կարող խոսել դրա մասին, եթե իմ կյանքում խնդիրներ կան, եթե իմ կյանքում բաներ կան, որ ինձ խանգարում են, բնավորության գծեր կան։ Միտք եմ ուզում ասել քեզ։ Բոլոր նրանք, ովքեր որ կարող են ինձ ուղղել, ինձ դիտողություն անել, ուրեմն Աստված այդքան հնարավորություն ունի ինձ օգնելու։ Եկեք մի վարքյան մտածենք, քանի հոգի կարան մեզ ուղղեն, քանի հոգի կարան, գիտես ես ինքս հովիվ լինելով ես լավ հասկանում եմ, եթե ես մեկին ուզում եմ դիտողություն անեմ, մեկին ուզում եմ ուղղեմ, գիտես գնում եմ ծոմ եմ պահում, աղոթում եմ, ասում հանկարծ չնեղացնեմ, հանկարծ ինչքան լավ կլինի, չէ, որ ես ինձ ասեմ, Տեր, եկեղեցու ծնունդի օրն է, ես այսօր որոշում եմ կայացնում, ինձ նվիրում եմ եկեղեցուն, ինձ նվիրում եմ, թող որ Աստծո խոսքը ասում է, քո արդարը թող ինձ ուղղի, քո արդարը թող ինձ դիտողություն անի, ինչի, որովհետև Աստված այդքան հնարավորություն ունի արագ ինձ օգնելու, որ իմ բնավորությունը փոխվի, այդ ճարպերից մաքրելու, իսկ այդ process-ը շատ հեշտ process չի, այն դժվար, այն ցավոտ է, բայց այն հետո օրհնություն է դառնում ինձ համար։ Մեր ժամանակը վազում է, արագ հաջորդը ասեմ, ով անցավ այս ձեր չեք բարձրացնում, ուղղակի մտածի, ես հարց եմ տալի դու մտածի, ով անցավ այս process-ով, այս առաջինը անցել ես, հիմա երկրորդ հետաքրքիր է տենաս երրորդի մեջ կանցնեմ, թե չէ, երրորդը ինչ են անում, այդ տիկը, ուրեմն վերցրեցին, մորթեցին կենթանուն, հաջորդը, այդ ճարպեր, այդ ավելնորդ բաները մաքրեցին, այդ մազերը բան, այդ ամբողջությամբ մաքրեցին, հետո ինչ են անում, դնում են ջրի մեջ, գիտեք ինչի համար, որտև ճարճրան սենց, որ փապկի, Սաղմոս առաջի գլուխ երրորդ խոսք, և նա ջրերի գնացքում տնկված ծառի պես կլինի, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Սիրելիս Աստված ուզում է մեզ դնի իր Սուրբ Հոգու ջրերի մեջ, որ մենք փափուկ լինենք, որ մենք բարի լինենք։ Գիտես, մեկ է տեսնում ես, մարդը տխուր է,
Մի հատ առակ կա։ Մի հատ տխուր մարդ գնում է մի հատ իմաստունի մոտ, հա, ու ասում է, լսի, այնքան տխուր եմ, ինչ անեմ։ Ասում է, լսի, լավ, հիմա լավ ժամանակակից զբաղեցնելու մեթոդներ կա։ Գնա մի հատ կոմեդիա ֆիլմ դիտիր։ Ասում է, այդ ինձ նայել եմ, չի օգնել։ Ասում է, լավ, եթե չի օգնել, գիտես, տարբեր բաներ է խորհուրդ տալ, ասում է, չի օգնել։ Ասում է, լսի, կողքի քաղաքում մի հատ կրկես կա, այդ կրկեսը լավ ծաղրածու ունի, բոլորով գնում են այդ ծաղրածուի մոտ, այդ ծաղրածուն բոլորին ուրախացնում է, գնա ու ինքը քեզ կուրախացնի։ Ու ասում է, այդ ծաղրածուն ես եմ։ Գիտես, սիրելիս, երբ որ դու Սուրբ Հոգու ջրերի մեջ ես, դու փափուկ ես, դու չես վիրավորվում, քեզ դժվար է վիրավորելը, հա, դու կարող ես ժպտալ ու անցնել, առաջ կարող ես կռիվ դարձնել, հիմա դու սենց փափուկ անցնում ես, որտեվ Տերը, այո, ուզում է, որ դու քեզ դնես զոհասեղանին, այո եւ ամեն, համաձայն ենք, բնավորության հետ աշխատում, աշխատի Տեր, մաքրիր ինձ, սրբիր, օգնիր ինձ, թող մարդիկ ինչ որ ասում են իմ մասին, ես գնամ աշխատեմ, այո, բայց գիտես, Աստծո խոսքն ասում է, գիրը սպանում է, բայց հոգին ապրացնում, Աստված ուզում է մեզ, մենք ճկուն լինենք, մենք մի հատ լավ մարդ կա, այնպես լավ խոսք է ինձ նվիրե, խոսքը այսպիսին է, լինենք շրջադարձային, գիտես, որ դու կարողանաս փափուկ լինես, որ գիտես քեզ հեշտ լինի, երբ որ քեզ մի հատ նոր բան են ասում, դու չասես ով ասեց, ինչի ասեց, որտեղից ասեց, հովիվը մի հատ խոսք է բերում, գիտես, եթե ես ճկուն չլինեմ, ես կասեմ հովիվ ջան, բայց այդ տեսիլքը կամ այդ կոչումը կամ այդ տարվա խոսքը, որ եկել է, այդքան էլ ինչի։ Ես չեմ կարող այն ընդունել պարարտ հողի պես, ես չեմ սպունգի պես չեմ վերցնի այն, բայց երբ որ ես ջրերի մեջ կլինեմ, այն ինձ համար օրհնություն կլինի, ես հեշտ կվերցնեմ ու կասեմ այո եւ ամեն, գիտես, այն մարդը, ով թույլ է տվել, որ իրան դնեն ջրերի մեջ, որ սենց հայերեն խոսք կա, կակուղ, սենց կակղի, հա, սենց կակուղ լինի, այդ մարդու հետ այնքան հեշտ է ծառայել, այդ մարդու հետ այնքան հեշտ է այդ մարդուն մի բան, էլ չես մտածում, իր այդ չես խոսելուց չես լարվում, ասում ես հանգարց, բա որ հանգարց այդ մարդը ջրերի մեջ տնկված չի լինում, կամ ջրի մեջ դրված չի լինում, մեկ է ունքը բարձրանում, արդեն հասկանում ես։ Չգիտեմ որ տեղը կարդամ, լավ ես մի տեղը կարդամ, Եսայա 10:27, մի րոպե, ներողություն, Այս հաջորդ տեղում կկարդամ, եկեք հիմա սա կարդամ, Եզեկիել 36:25, եւ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինեք, եւ ձեր բոլոր պղծությունները, եւ ձեր բոլոր կուրքերիցը պիտի մաքրեմ ձեզ, տեսեք, Տերը ուզում է այդ ջրի մեջ լինենք, եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղեն սրտերը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի դնեմ ձեզանում եւ պիտի անեմ այն իմ օրենքի մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք Տերն ասում է նոր սիրտ պիտի տամ ոչ թե քարեղենը ոչ թե կոպիտը ոչ թե կոշտը այլ փափուկը ու այդ ժամանակ գիտեք ինչա լինում երբ որ բեմից հովիվը մի հատ հայտնություն է խոսում սիրտդ միանգամից վերցնում է երբ որ փափուկ է միանգամից ընդունում ես երբ որ կոշտ է սկսում ես մտածել սկսում ես ծանր թեթև անել դրա օգուտներն ես տեսնում լավ գնանք առաջ պետք է արագացնեմ հաջորդը ջրից երբ որ հանում են քեզ պատկերացրա սենց դու մորթվել ես հետո քեզ մաքրել են հետո քեզ դրել են ջրի մեջ ու հիմա ասես ջրից հանում են դու գիտեք որ ցանկացած բան որ ջրից հանում են երկար մնում է ինքը ինչ է լինում նորից չորանում է տեսել եք քրիստոնյաներ որ սենց ժամանակին Աստծուն վերապրել էին սենց խոսում ես անընդհատ անցյալից է խոսում է սենց Աստծուն վերապրել է բայց չորա ուզում ես աստվածաշնչյան խոսք ասես ինքը քեզանից շուտ է ասում բայց չորա հոգի չկա որովհետև
Կար ժամանակ այո վերապրել Աստծո ներկայությունը, այդ թրջվել է տենց ջրո տեղը, բայց մնացել է ու չորացել է։ Հաջորդ բանը գիտեք ինչ են անում, որ տիկը չչորանա։ Յուղով օծում են։ Յուղով օծում են։ Ինչի, որ ինքը միշտ այդ օծության տակ լինի, միշտ այդ օծության մեջ լինի։ Այդ տեղը հիմա ուզում եմ կարդալ։ Եսայիա 10:27։ Այն օրը կլինի, որ նրա բեռը վեր կառնվի քո ուսերիցը։ Եվ նրա լուծը, եւ պարանոցի վրայից եւ լուծը պիտի կոտրվի ճարպի յուղի պատճառով։ Գիտես, եբրայերեն թարգմանությամբ, ես նայեցի այդ ճարպի յուղի պատճառով, եբրայերեն թարգմանությամբ գրված է օծության պատճառով, օծելու պատճառով այդ բեռը վեր կառնվի քեզանից։ Եվ նույն բառը եբրայերեն գրված է այն աստվածաշնչյան հատվածում, որտեղ որ Սամուելը օծում էր Դավիթին, նույն բառն է օգտագործված։ Օգտագործված է շամեն բառը եբրայերեն։ Եվ հիմա սիրելիս Աստված ուզում է մեզ յուղով օծի։ Ինչի յուղով օծի, որ մենք փափուկ լինենք, պատրաստ գործածվելու։ Հիմա պատկերացրա, Աստված թույլ է տվել, որ դու քեզ դրել ես զոհասեղանին։ Դու թույլ ես տվել, որ քո բնավորությունը մաքրվի։ Դու թույլ ես տվել, որ քեզ դնի իր կենդանի ջրերի մեջ։ Հետո յուղով օծումը։ Ասում է այդ ժամանակ դու պատրաստ ես, որ ես իմ թարմ գինին լցնեմ քո մեջ։ Հակառակ դեպքում գիտեք ինչա լինում, երբ որ թարմ գինին լցվում է հին տիկի մեջ, մասնագետները ասում են, ես շատ ուսումնասիրել եմ, մասնագետներն ասում են, որ հնարավոր է, որ աննշան ճեղքեր լինեն, աննշան վիրավորանք, աննշան հպարտություն, աննշան մի հատ սենց ճեղք, որ դու ասում ես դերավես իմ կյանքում կա, բայց այդքան էլ կարևոր չի։ Դավիթ թագավորն ասում է Տեր, ամենածածուկ մեղքից էլ ինձ ազատիր, ցույց տուր, որ հանկարծ մի հատ սես փոքր ճեղք չլինի, գիտեք ինչի համար, որտեվ փոքր ճեղքը, երբ որ գինին լցվում, Աստծո այդ զորությունն է գալի քո կյանքի մեջ, Աստծո օծությունն է գալի քո կյանքի մեջ ու այդ ժամանակ եթե կա ճեղք, մեկ էլ միանգամից պատրվում է։ Դու նայում ես լավ ծառայող էր, դու նայում ես լավ օծություն ուներ, նայում ես ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ ինչ որ մի հատ բան ու հասկանում ես ճեղք կար։ Աստված ուզում է, որ մեզ օծի, որովհետև իր օծությունն է մեզ շնորհք տալիս։ Առանց իր օծության մենք ոչինչ ենք, առանց իր օծության մենք ոչինչ չենք կարող անել։ Իր օծությունն է մեզ սովորեցնում, իր օծությունն է մեզ լավը դարձնում, իր օծությունն է թույլ տալի, որ մենք Աստծուց առնենք, իր օծությունն է թույլ տալի, որ մենք հավատքի կյանքը անցնենք։ Դրա համար կարևոր է, որ ես թույլ տամ Տիրոջից օծված լինեմ, որ իմ խոսքը օծված լինի, որ իմ վարքը օծված լինի, որ իմ սերը, որ ես սիրում եմ մարդկանց, կեղծ չլինի, այլ օծված լինեմ։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 1:21, բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը եւ օծողը Աստված է։ Քրիստոսում հաստատողը եւ օծողը։ Հալելույա։ Ոչ զոհված կյանքը, սիրելիս, միշտ արտահոսք ունի։ Աստված չի օգտագործում այն, ինչ որ մարդը պահում է իր համար։ Աստված միշտ ուզում է նվիրում, երբ որ կլինենք նվիրված, Աստված կօրհնի մեզ։ Տիկը չի մաքրվում գեղեցիկ լինելու համար։ Տիկը մաքրվում է Սուրբ Հոգուն իր ներսում պահելու համար։ Ես այնպես չի, որ ես ուզում եմ իմ բնավորությունը մաքրվի, որ բոլորը մատնացույց անեն ու ասեն, լսի, ես ինչ հրաշալի եղբայր է։ Ոչ, ես ուզում եմ այդ օծությունը իմ կյանքի մեջ գա։
Ինչի համար, որ կարողանամ այդ գինին կրեմ ինձանում, կարողանամ խոսքը կրեմ ինձանում, կարողանամ վերցնեմ այն խոսքը ու իրականացնեմ։ Ամեն։ Մանր թերությունները մեծ ճեղքեր են առաջացնում։ Երբ որ դու ուշադրություն չես դարձնում այդ թերություններին, նրանք հետո մեծ ճեղքեր են դառնում մարդու կյանքում, որովհետև չկա փոքր մեղք, չկա փոքր մի բան, որ Աստծուն դուր չի գալիս։ Յուրաքանչյուր բան, երբ որ մենք ընդունում ենք, որը որ Աստծուց չի, այն հետո մեծ ճեղքա դառնում։ Քո բնավորությունն է որոշելու Աստծո կենթանի գինին կպահես քո ներսում, թե չես պահի։ Սուրբ Հոգին չի կոտրում, Սուրբ Հոգին նորն արարում, ուզում է նորը լինի։ Գիտես, մենք չենք ուզում ապրել հին հայտնություններով, հին հրաշքներով, հին բժշկություններով, այսօրվանից սկսված, հաջորդ տարիները, որ ես ապրելու եմ, դրանք նորն են։ Ես չեմ ուզում հյանից բան պատմեմ, այո, կարող է ես վկայություն տամ այդ ժամանակի համար, բայց գիտես, ես չեմ ուզում ասեմ, գիտեք, այն ժամանակ գիտեք ինչ լավ էր, այն ժամանակ գիտեք ինչ նվիրված ենք, այն ժամանակ այնքան եմ հոգնել, կներեք, բայց հին հավատացյալներից այս խոսքերը լսելու, մեր ժամանակ, կարծես թե ասում են ցարի ժամանակ, մեր ժամանակ այսպես էր, մեր սիրելիս, այո, լավ էր, բայց լսի, նորը կա, դու ես որոշելու այդ նորը ընդունես թե չէ, դու ես որոշելու Աստծո նորը այսօր գա քո կյանքի մեջ թե ոչ, որովհետև ես հասկանում եմ այսօր եկեղեցու ծնունդն է, եւ մեզ պետք է, մեզ նվիրենք եկեղեցուն, ասենք Տեր, ահա ես ինձ նվիրում եմ եկեղեցուն, ես ուզում եմ եկեղեցու ծննդյան օրը ամենաթանկը տալ քեզ, իսկ ինձանից թանկ ես չունեմ։ Արագ մի քանի մարդու կյանքից գիտես ուզում եմ մի քանի բան ասել։ Ուսումնասիրեցի մի մարդ ու մասին, որ ուզում եմ արագ պատմել, դա Թոմաս Էդիսոնն էր։ Բոլորս իրան գիտենք, որ լամպն է ստեղծել, բայց քչերս գիտենք, թե ինչքան դժվար է եղել իր համար, թե ինչքան պայքարների միջով անցել, հայտնագործությունից սկսած։ Մինչև հայտնագործությունը բոլորը ասում են չի ստացվի քեզ մոտ։ Հայտնագործությունից հետո գիտնականները կանգնեցին ու ասեցին դա ապահով չի, դա մարդու կսպանի, դու իրավունք չունես, դա չի աշխատի, դա չի լինի։ Ու դա պատճառ եղավ, որ լամպի փոխարեն Էդիսոնը ստեղծի մի ամբողջ համակարգ, որ լույսը հասցնի։ Եթե ես փոխված չեմ, ամեն նորը կմերժեմ։ Եթե ես փոխված չեմ, ամեն նորը որ կլսեմ, Աստծուց կգա իմ կյանք, ես կհակառակվեմ, թերահավատորեն կվերաբերվեմ։ Մի օր Մարտին Լյութերը հայտնություն ստացավ, նոր բան, եկավ Աստծուց, արդարը հավատքից կապրի։ Ու ինչ է կարծում, ինչ տեղի ունեցավ իր հետ։ Մարդիկ սկսեցին իրան մերժել, մարդիկ սկսեցին հակառակվել իր ծառայակից ընկերները, իրան բորոթ հանեցին, ասեցին դու հերետիկոս ես։ Ինչի, որովհետև հին մարմինը չի կարող նորը ընդունել։ Եկեք հեռու չգնանք, եկեք նայենք մեր ազգի պատմությունը։ 301 թվականին ինչ տեղի ունեցավ։ Մենք ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, թագավորը ընդունեց, վերապրում ունեցավ, բժշկվեց, լուսավորիչ իր գործը արեց, բայց խնդրում եմ նայեք ոնց ընդունեց ազգը։ Դրա համար էլ այսօր մենք դրա զոհն ենք, այսօր շատ հեթանոսական տոներ են անում, քրիստոնեության շուքի տակ։ Ինչն է պատճառը, որովհետև Տեր ուզում է նորը, նոր տիկ, նոր գինի կլցվի։ Հին տիկը չի կարող նոր գինին իր մեջ պահել, որովհետև նոր գինին ունի զորություն, նոր գինին ունի օծություն, նոր գինի շարժվում է, այն իր մեջ ուժ է պարունակում, զորություն է պարունակում։
Եվ եթե ես դա ընդունում եմ, այն իմ կյանքի համար օրհնություն կլինի։ Ես չեմ ուզում լինեմ, այո, ես չեմ մեղադրում մեր ազգին, ես մեղադրական չեմ խոսում։ Ես չեմ ուզում լինեմ քրիստոնյա, բայց հեթանոսական տոներով ապրեմ։ Ես չեմ ուզում լինեմ քրիստոնյա, բայց իմ պապական, տատական ավանդություններով ապրեմ։ Ես ուզում եմ լինեմ քրիստոնյա, որ ունի փափուկ սիրտ ու պատրաստ ամեն օր նորը վերցնել, ամեն օր Աստծուց նորը առնել։ Սիրելիներս, ես առաջ չեմ կանչելու ոչ մեկին։ Ուզում եմ հիմա ոտքի կանգնենք ու իրար հետ մի կարևոր աղոթք անենք։ Աղոթքը սա է լինելու. Տեր, ես ինձ բռնացրեցի, թե ես որ փուլի մեջ եմ։ Խնդրում եմ եկեղեցու ծննդյան օրը ես ուզում եմ ինձ նվիրեմ եկեղեցուն, ամենաթանկը։ Եթե դու քեզ չես դրես զոհասեղանին, այսօր օրն է, որ դու քեզ բերես ու ասես եկեղեցու ծննդյան օրը ես ինձ նվիրում եմ եկեղեցուն։ Եթե դեռ բնավորության այդ հարցեր կան, այսօր ապաշխարենք, խաղ-չանենք, թույլ չտանք ոչ մի ճակ, ոչ մի ճեղք, և մեզ դնենք Տիրոջ ջրերի մեջ, և թույլ տանք, որ Տերը օծի մեզ, որովհետև Տերը մաքրում է մեզ գործածելու համար, Տերը չի մաքրում մեզ սիրուն աչքեր ունենալու, գեղեցիկ դարձնելու, լավ խոսելու, բարի մարդու անուն հանելու համար, Տերը մեզ մաքրում է գործածելու համար, որովհետև եթե տիկը պատրաստ է, տիկը պարապ չի մնա, Տերը տիկը կօգտագործի, Տերը տիկը կօգտագործի, իր գինին կլցնի և կօգտագործի և այդ տիկը շատերի համար օրհնություն կդառնա։ Դրա համար եթե դու հիմա չես ծառայում, դեռ չես ծառայում եկեղեցուն, թույլ տուր, որ Տերը օծի քեզ, որտև իրականում Տերը քո կարիք ունի, քո պարգևի կարիք ունի, որ դու ծառայես եկեղեցուն, որ դու ինչ-որ մի բան անես, որ դու ներգրաված լինես եկեղեցու կյանքի մեջ։ Հալելույա։ Ամենակարող Արքա, մենք քեզ փառք ենք տալիս։ Շնորհակալ ենք Տեր քո եկեղեցու համար, այն թանկ նվերը, որ դու տվել ես մեզ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու օրերից մի օր որոշեցիր, որ այս տարածաշրջանում եկեղեցի կբարձրանա, որ ազդեցություն կունենա եկեղեցու վրա, ազդեցություն կունենա Տեր իմ Աստված քաղաքի վրա, տարածաշրջանում, երկրի վրա, երկրի սահմաններից դուրս ազգերի վրա։ Շնորհակալ ենք Տեր, եւ հիմա մենք աղոթում ենք Տեր ամեն մեկս մեր համար, մեր անձերը բերում ենք քո առաջ ու ասում ենք ահա մենք Տեր, խնդրում ենք Տեր, այսօր մենք լսեցինք Տեր իմ Աստված պատկերավոր, թե ինչ ես ուզում անես մարդու հետ, այսօր մենք կանգնած քո առաջ խնդրում ենք, մենք ուզում ենք գործածված լինել քեզանից, բայց դրա համար աղոթում ենք, որ դու օգնես մեզ, որ դու փոխես մեր սիրտը, Տեր, որ դու օրհնես մեզ, որ դու բժշկես մեր սիրտը, Տեր, հեռացնես ամեն սխալը մեզանից ու քո օրհնությունը, քո օծությունը, քո շնորհքը բերես, որ դու մեզ տնկես քո ջրերի մեջ ու քո օծությամբ օծես մեզ, քո թարմ յուղը, Տեր, այսօր թող գա քո եկեղեցու վրա, Տեր, ու մենք դառնանք պատրաստանոտ ամեն բարի գործի համար, քեզանից գործածված լինելով, Հիսուս Քրիստոսի անունով, շնորհակալ ենք Տեր, այսօր մենք մեր անձերը նվիրում ենք քեզ, որոշում ենք կայացնում, ահա ես Տեր, արա այն ինչ ուզում ես, արա այն ամենը ինչը քո կամքն է իմ կյանքում։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, ողջ փառքը, պատիվը եւ մեծարանքը քեզ։ Հալելույա։ Ամեն։